Նրա ամենաերիտասարդ զոհը 10 տարեկան երեխան էր։ Շուրջ 6 տարի նա կարողացավ ոստիկաններին մատների վրա ֆռացնել։ Օգտվելով կայարանից նա կարողանում էր դեպքի վայրից աննկատ փախչել եւ վերջ ոստիկանները նրան շուրջ 6 տարի չկարողացան գտնել։ Այսօր խոսելու ենք Սովետական Հանրապետության վերջին մարդասպանի մասին, Ֆիշերի մասին։ Բայց մինչև տեսանյութին հասնելը կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, չմոռանաս սեղմել զանգակ կոճակը, ինչպես նաեւ գրել քո մեկնաբանությունը։ А для чего это вы делали? Не знаю. Удовольствие какое-то получал от этого. What's your emergency? 15-ամյա Անդրեյը 1986 թվականին գնացել էր տատիկի տուն։ Կեչիներից հյութ քաշելու նպատակով մենակով գնաց անտառ, քանի որ անտառը շատ լավ գիտեր։ Նրան մոտենում է Ֆիշերը եւ դանակի սպառնալիքով իր հետ տանում անտառի խորքը։ Տղային ստիպում իր հետ օրալ սեքսով զբաղվել, որից հետո նրան սպանում եւ կտրատում տղայի սեռական օրգանը։ Հայրը անհանգստանալով, որ Անդրեյը երկար ժամանակ է ինչ չկա, որոշում է գնալ եւ նրան փնտրել։ Տեսնում է տղայի դին, բայց հանցագործը արդեն տեղում չէր։ Նա վաղուց կայարանի միջոցով փախել էր այդտեղից։ Ըստ ձեզ, որտեղ կա շատ լավ միջավայր, որտեղ երեխաները կարող են իրենց ամառը անցկացնել, իրար հետ տարբեր խաղեր խաղալ, բնությունը ճանաչել։ Դե իհարկե ճամբարում, այն էլ սովետի ժամանակ։ Ճամբարը այդ ժամանակ համարում էր երեխաների համար 1 ամենա անվտանգ եւ ապահով վայրերից մեկը, բայց Ֆիշերը ամբողջ կարծրատիպերը կոտրեց։ Ճամբարի անունը Զվեզդանում էր։ Ֆիշերի առաջին զոհերից մեկը այդտեղից էր։ 14-ամյա տղային նա ամեն օր համարյա թե հետևում էր, ինչ է անում, ինչ վարքագիծ է դրսևորում, որ ժամերին է ազատ, որ ժամերին է իր խմբից առանձնացած, եւ երբ որ հասկացավ, որ ճիշտ պահը եկել է, նա տղային կանչեց իր մոտ։ Տղան ճամբարի դարպասներից ոչ հեռու ծխում էր։ Ֆիշերը դանակի միջոցով նրան տարավ անտառ։ Նույն կերպ վարվեց, ինչպես իր առաջին զոհի հետ, սակայն վերջում տղայի գլուխը կտրեց եւ տարավ իր հետ։ Մի որոշ տարածություն անցնելուց հետո որոշեց, որ գլուխը իրեն պետք չի։ Այն նետեց ճանապարհի վրա եւ կայարանի միջոցով փախավ դեպքի վայրից։ Ոչ ոք չգտավ հանցագործին։ Այո, նա ապրում էր մեկ այլ տարածաշրջանում եւ հաճախ օգտվում էր գնացքներից, ինչպես նաեւ տարբեր այլ տրանսպորտային միջոցներից, որոնց միջոցով կարողանում էր մի տարածաշրջանից գալ մյուսը, կատարել իր հանցագործությունը եւ անվնաս կերպով հետ գնալ։ Այն ժամանակ դեռևս չկար անվտանգության տեսախցիկները, որպեսզի նկարահանեին եւ տեսնեին, թե ով է ավելի շատ օգտվում վокзалներից, կայարաններից եւ պարզային։ Դրա պատճառով էլ Ֆիշերի որսը շատ դժվար դարձավ։ Ով կմտածեր, որ սրանից 4 տարի առաջ 1982 թվականին Սերգեյ Գալովկինը իր առաջին փորձը կկատարի, սակայն այդ ժամանակ նա նույնիսկ չկարողացավ երեխայի հետ խոսել։ Երբ որ ցանկացավ երկրորդ փորձը կատարի, երեխան բարձր գոռաց, լիքը մարդ հավաքվեց եւ վախեցավ։ Այդպիսով նա չկարողացավ համարձակություն ձեռք բերել, սակայն դա դեռևս ժամանակի հարց էր։ 1984 թվականին Սերգեյը ռոմանտիկ անունով ճամբարի մոտ երկար ժամանակ ուսումնասիրում էր երեխաներին։ Նրանց պահելաձևը առօրյան ինչ զբաղմունքներ ունեն։ Տղաներից մեկին մոտենալով խնդրում է օգնություն, որին ի պատասխան մերժում է ստանում։ Սերգեյը բռնում է տղայի ձեռքից, նրան տանում անտառ, որտեղ սկսում նրան ծաղրել եւ պատժել։ Սերգեյը տղային սկսում է խեղդել, երբ նկատում է, որ մարմինը այլևս չի շարժվում, նրան թողնում է հանգիստ համայնքով իր գործը ավարտված ու գնում, սակայն տղան ողջ է լինում եւ դառնում միակ մարդը, միակ զոհը, ով ֆիքսել է Ֆիշերի դեմքը։ Նրան տեղափոխում են հիվանդանոց։ Տղան ստացել է թթվածնային քաղց, որի պատճառով իր գլուխը պտտվում է, ինչպես նաեւ շատ աղոտ է հիշում ամեն ինչ։ Եվ երբ բժիշկները ոստիկաններին պնդում են, որ պետք չի հիմա հարցաքննել, ոստիկանները չեն լսում նրանց եւ ցանկանում են
ամեն վայրկյան չկորցնել, որպեսզի շուտ գտնեն Ֆիշերին։ Ոստիկանները հաշվի չառնելով բժիշկների ասածները, տղայի վատ վիճակը, նրան ցույց տվեցին մի քանի նկարներ։ Տղան, հիշում եք, ուներ թթվածնային քաղց։ Դրա իսկ պատճառով, ինչպես նաև ոստիկանների փրեսինգի պատճառով, նա ուղղակի ցույց տված նկարի վրա ասաց, հա, ինքն է եղել։ Բայց իրականում այդտեղ Ֆիշերի նկարը չկար նույնիսկ, քանի որ ոչ ոք չէր կարող հասկացել, թե ով է Ֆիշերը։ Ոստիկանները գնացին, այդ մարդուն ձերբակալեցին ու հասկացան, որ սխալ մարդու են բռնել։ Գործը կրկին փակուղի ընկավ։ Ֆիշերը ծնվել է 1959 թվականին Մոսկվայում։ Սովորական ընտանիքում մայրը տեղեր կա գրում են, որ դաժան է նրա հետ վարվել, տեղեր կա գրում են ոչ, իսկ հայրը հարբեցող է եղել։ Հաճախ նաև ծեծում էր տղային, ով ի դեպ ի ծնե ուներ լիքը հիվանդություններ, որոնց պատճառով էլ շատ հաճախ անընդհատ հիվանդանում էր։ Ֆիշերը մանկուց իր ագրեսիան արտահայտել է բակի տարբեր կենդանիների վրա, նրանց խեղդելով, տանջամահ անելով, իսկ 14-16 տարեկանում մի խումբ երեխաներ նրան ծեծում են։ Այնքան ուժեղ են ծեծում, որ դրանից հետո Ֆիշերը որոշում է կայացնում, որ այսուհետև նա պետք է վրեժ լուծի բոլոր 10-ից 16 տարեկան տղաներից։ 1988 թվականին գնում է Ժիգուլի, ինչպես նաև ստեղծեց գարաժ, որտեղ հետագայում ոստիկանները գտնում են զոհերի տարբեր մարմնի մասեր, ինչպես նաև նկատում, որ գարաժը շատ լավ ձայնամեկուսացած է, այսինքն նա գարաժը օգտագործում էր տարբեր կտանքների համար։ 2 տարի դադարից հետո 10-ամյա տղային առաջարկեց իր հետ մի քանի կանգար քշել։ Տղան համաձայնեց, որից հետո Ֆիշերը նրան ուժով փակեց բագաժնիկում։ Տղային մասնատեց, մարմնի մասերը փրթեց եւ տարբեր անկյուններ նետեց։ Որոշ մասեր նա կերավ։ Ոստիկանները հետագայում շատ դժվար գտան տղայի մարմինը եւ շատ դժվարությամբ հաստատվեց, քանի որ մասերը տարբեր հատվածներում են եւ դրանք հավաքելը, ինչպես նաեւ հասկանալը, թե ում է պատկանում, նրանց դժվարությամբ տրվեց։ 1992 թվականի գարնանը 14-ամյա մի տղա նստեց Ֆիշերի մեքենան եւ միանգամից դանակը պարզելով նրա վրա Ֆիշերից գումար պահանջեց։ Ֆիշերը կարողացավ տղային համոզել, որ իրեն մի լավ առաջարկ ունի։ Իր հետ կարող է տարբեր հանցագործություններում մասնակցել եւ ավելի մեծ գումար աշխատել։ Տղան համաձայնվելով նրա հետ գնում է գարաժ, որտեղ Ֆիշերը պոլիէթիլենային ցելոֆանի միջոցով սկսում է տղային խեղդել, այնքան մինչև նա սկսում է մահանալ։ Սակայն երբ տղայի շունչը կանգ է առնում, նա հանում է ցելոֆոնը, մի փոքր թողնում, որպեսզի տղան շունչ քաշի եւ այս պրոցեդուրան կրկնում անընդհատ։ Այսպես տանջելով նա սպանեց այդ տղային, իսկ սեպտեմբերին առևանգեց միանգամից 3 երեխայի։ Կանիբալիզմով հիմնականում զբաղվում են 3 պատճառով։ Առաջին՝ իշխանության եւ վերահսկողության զգացողություն։ Զոհին սպանելով եւ նրա մարմինը ուտելով, մարդասպանը կարող է զգալ, որ նա տիրապետում է ամեն ինչին, տիրապետում է այդ սիտուացիային եւ իրեն համարի ուժը։ Երկրորդ՝ սադիզմ եւ սեռական շեղումներ։ Սա կարող է լինել շատ հաճախ պայմանավորված սեռական ցանկությունը բավարարելու համար, սակայն ավելի շատ ագրեսիայի կողմ է տանում, որի պատճառով կանիբալիզմը կարող է նաեւ զուգորդվել սեռական ցանկությունները հաղորդելու համար կամ ուղղակի, քանի որ չի կարողացել սեռական քաղցը բավարարել, զբաղվի կանիբալիզմով։ Հոգեկան խանգարումներ։ Հետազոտությունները պարզել են, որ հիմնականում սեռական մարդասպանները այս պատճառով են մարդկանց ուտում, երբ որ ունենում են ուղեղի անոմալիա, աշխարհը տեսնում են մեկ այլ կողմից, ունեցել են սոցիալական, ֆիզիկական, հոգեբանական կամ մեկ այլ խնդիր, շատ հաճախ նաև լքվածության զգացողություն, որի պատճառով էլ հենց ուտում են մարդու մարմինը։ Առաջին անգամ նրան ձերբակալում են հոկտեմբերի 19-ին եւ 7 ժամ հարցաքննելուց հետո չեն կարողանում ապացուցել կամ թեկուզ մեկ հուշում ստանալ սպանությունների հետ կապված։ Ոստիկանները որոշում են նրան մեկ օր փակել խցում։ Առավոտ պարզ է դառնում, որ Ֆիշերը փորձել է իրեն վնաս տալ, քանի որ կարծել է, որ ամեն ինչ ավարտվել է։ Նա սկսեց ոստիկաններին ցույց տալ այն վայրերը, որտեղ իսկ թաղել էր տղաներին։ Ոստիկանները ուղղակի ապշած էին, երբ որ գտնում են նրանց մասնատած մասերը։ Վաղ թե ուշ նա նաև ցույց տվեց իր գարաժը։ Ավտոտնակը փակեցին հավերժ։
Դատից առաջ ոստիկանները պնդում են, որ նրան պետք չի դատել, պետք է ուղղակի գնդակահարել։ Այդպիսով 1996 թվականին Սերգեյ Գալովկինին, նույն ինքը Ֆիշերին, գնդակահարեց։ Նա դարձավ Սովետական Միության վերջին մարդասպանը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, ինչպես նաև մեկնաբանություններում կիսվես քո կարծիքով։ Դե իսկ եթե դուք հավանում եք այս նոր ֆորմատը կամ առհասարակ true crime պատմությունները, կարող եք մեկնաբանություններում կիսվել, ինչպես նաև աջակցել։ Չէ՞ որ ուզում եք, որ նման պատմություններ շատ լինեն, ճիշտ եմ, չէ՞։ What's your emergency?